Թուրքիայում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ, հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Էրդողանի հրավերով Փաշինյանը Թուրքիա կմեկնի վաղը, հունիսի 20-ին։ Արման Եղոյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում նշել, որ այս պահին նման հանդիպում նախատեսված չէ, սակայն չի կարող դա բացառել։ Նախատեսված չէ, բայց միջազգային հանդիպումներում շատ հաճախ որոշումները կայացվում են հենց տեղում, ասել է նա։ Խոսելով օրակարգի մասին հավելել, այս պահին օրակարգը Հայաստան-Թուրքիա հարաբերություններն են, որի շուրջ արդեն քանի տարի է մեր բանագնացներն են բանակցում։ Այդ օրակարգն արդեն բարձրացել է բարձրագույն քաղաքական մակարդակ։ 2024-ի բյուջեի կատարողականի քննարկմանը պատգամավորները քաղաքական հայտարարություններ են արել, միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցրել։ Խորհրդարանական ընդդիմությունն այսօր նույնպես հանդես է եկել կաթողիկոսի ու Սամվել Կարապետյանի պաշտպանությամբ։ Իշխողուրից վերահաստատել են եկեղեցու դեմ արշավ չի իրականացվում, իսկ բոլոր նրանք, ովքեր խաբեությամբ են զբաղվել, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Փաշինյանն այսօր խորհրդարանում պատասխանելով ինչ է փոխվել կառավարման այս 7 տարում խորհրդարանական ընդդիմության քննադատություններին ասել է, իր համար արձանագրել է, որ 2018-ին եւ 2019-ին եղել է ֆորպոստի վարչապետ, իսկ հիմա Հայաստանի լիարժեք վարչապետ է։